Բարի օր բոլորին, Mountain High Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ։ Այսօր 2025 թվականի դեկտեմբերի 9-ն է, խոնավ և ոչ այդքան ցուրտ եղանակ, մենք ունենք մոտ 5 աստիճան տաքություն, համարյա 2000 մետրի վրա։ Սա մեր սև անգուսների տղաների գլխաքանակն է, որոնք մինչև տարվա վերջ կգնան քաղաք, մեր լեզվով ասած, այսինքն որոնք կհանձնվեն։ Զով եղանակ է, այսպես ասած, մենք այս շաբաթվա մեջ ունեցել ենք 5 միլիմետրից ավել տեղումների քանակ, մեր եղանակային կայանը խոստանում է տեղումներ այսօր, ավելի ուշ երեկոյան, գիշերը ձյուն և որոշակի տեղումներ վաղը, դրանից հետո 2 օր արևոտ եղանակ։ Տեղումները լավ են մեզ համար, հատկապես հիմա, ինչու, որովհետև մենք և այս կենդանիները և սևանգուսները և դորպերները այս տարի անցել են հազվադեպ պատահող, խոր և խիստ երկարատև երաշտի միջով։ 2 ամսից ավել ոչ մի կաթիլ, անձրև ոչ մի քուլա մառախուղ, որը ամբողջությամբ չորացրել էր մեր արոտային տեղամասերը և վիդեոների մեջ եթե նայել եք տեսանյութերը, պատմել եմ, թե ինչպես ենք մենք կարողացել անցնել այդ երաշտի վրայով, ուղղակի բաց թողնելով բավական արոտային տեղամասեր և կղզյակներով հարածեցնելով հասել բարձր, բավական ավելի մեծ բարձրության վրա գտնվող տեղամասերը, որտեղ որ քիչ թե շատ պահպանվել էր խոտը։ Եվ հիմա, երբ որ մենք ունենում ենք տեղումներ թեկուզ ձմռանը և թեկուզ անձրևի և նույնիսկ ձյան տեսքով, ունեցել ենք նաև մառախուղ 2 օր շարունակ, դա ողջունում ենք և որով պետք է նաև փորձենք օգտագործել մեր օգտին, որովհետև այն խառնուրդը, որ այս կենդանիները հիմա որով այս կենդանիները սնվում են, դա ուրեմն չորացած խոտի և վերականգնման նշաններ ցույց տվող զանգվածի խառնուրդ է, որը արի ու տես, որ բավական լավ ազդեցություն ունի և բավական սննդարար է, դատելով այս կենդանիների կազմվածքից և քաշերից և տեսքից նաև, որովհետև ինչքան էլ խոտը չորացած լինի, երաշտից հետո նույնիսկ, եթե խոտն ունի արմատ, ապա բավական սննդային բաղադրիչներ խոտի մեջ պահպանվում են և հատկապես, եթե այդ խառնուրդը նաև ավելանում է կանաչ խոտով, որը տեսնում եք, որ կա, և սա տեղումների արդյունք է, խոնավության արդյունք է, այդ դեպքում յուրացվելիությունը բարձրանում է։ Տեսեք, ժամը 12-ն է մոտավորապես ցերեկվա և այս կենդանիները սկսել են արածել առավոտ ժամը 7-ից,
մինչև նույնիսկ արևը դուրս գալը։ Եվ այդ մի քանի ժամվա առավոտյան արածեցումը կշտացրել է եւ հիմա իրենց մոտ ուղղակի հանգստի ժամ է։ Չնայած ամենատակ ժամն է օրվա, բայց հանգստի ժամ է, որը նշանակում է, որ վերականգնված արոտները, որը մենք ենք վերականգնում արածեցման, վերականգնողական արածեցման տեխնոլոգիաների միջոցով վերականգնված արոտավայրերը, նույնիսկ ձմռանը, նույնիսկ դեկտեմբերի արդեն 9-ն է համարյա կեսն ենք հասնում, իրենք բավական ունեն արոտից ստանալիք սնունդ այնքանով, որ կարողանան ապահովել քաչաշներ։ Եվ քանի որ մենք արդեն մի խմբականակ արդեն հանձնել ենք եւ նա գտնվում է processing-ի մեջ, միսը ուղղակի հոյակապ է մարմարային, միս մարմարային նշանակում է մսի մեջ մտած արդեն այդ ճարպային ճյուղավորումները, որը դարձնում է միսը մարմարային։ Սև անգուստների մոտ գենետիկական հատկություն է, ամենամարմարային միսը ստացվում է սև անգուստներից։ Ես սրանք տոհմային սև անգուստներ են։ Այսինքն զտարյուն այնքան, որ արդեն համարվել են տոհմային։ Սա լավ միջոց է եւ հնարավորություն օգտագործելով բնությունը, օգտագործելով եղանակը, համագործակցելով բնության հետ կարողանալ ստանալ արդյունք, որը ֆերմայի համար իսկապես շատ կարևոր է։ Տեսեք, այս կենդանիներից բոլորը, արդեն բոլորը հիմա 2 տարեկան չկան, նրանք ծնվել են անցած տարի ապրիլ-մայիս ամիսներին, այսինքն ինչքան 12-րդ ամիսն է, 1.5 տարեկան եւ մի քիչ ավել։ Եվ կարկասային քաշերը 280-300 կիլոգրամ են, կարկասային քաշը։ Իհարկե, սպանդային ելքը այս կենդանիների որպես մսատու եւ որպես սև անգուստ ավելի բարձր է, սովորաբար հասնելով 60-62, նույնիսկ 65%-ի, դա հարաբերակցությունն է կենդանի քաշի եւ կենդանու կարկասի, բայց ամեն դեպքում հավաքել այդքան քաշ ընդհանրապես ալպիական բուսականության վրա, դա խոսում է երկու կարևոր բաների մասին, որի վրա մենք կենտրոնացած ենք, որը կազմում է ընդհանրապես մեր գործունեության հիմքը։ Դա առաջինը Հայաստանի Դիլիջանի ազգային պարկի եւ շատ ուրիշ մասերի, շատ տեղամասերի ամբողջ Հայաստանով բարձրադիր արոտների, հեռագնա արոտների, բարձր կարգի արոտների որակն է։ Սննդային մասով իհարկե։ Ինչքանով են դրանք այդ արոտները իրենց բազմազանությամբ եւ առաջարկող սննդակարգով բարձրակարգ։ Նրանք բավականին բարձրակարգ արոտներ են։ Հատկապես Դիլիջան ազգային պարկի արոտավայրերը, քանի որ մենք ազգային պարկում ենք եւ քանի որ կոչվում է ազգային պարկ առաջին հերթին նաեւ բուսականության բարձր բազմազանության, մենք ունենք այստեղ 140 տեսակի տարբեր խոտաբույսեր։ Դա խոսում է այս արոտների բարձր որակի եւ կարգի մասին։ Եվ սրանք հեռագնա արոտներ են, որոնք համարյա չեն օգտագործվում։
Ներողություն։ Սա առաջին կարևոր հենքը արդյունավետ տնտեսության։ Երկրորդը իհարկե դա կենդանիների գենետիկան է։ Եվ եթե մենք խոսում ենք մսատու կենդանիների մասին, ուրեմն սևանգուստների գենետիկական հատկանիշները ամենաբարձրն են։ Այս կենդանիները կարող են ապահովել արդյունք իրենք իրենցով շատ տարբեր ուրեմն ֆորմատներում, ասենց ասեմ, կոպիտ ասած։ Մենք աճեցնում ենք ամբողջությամբ բնական միս միայն եւ բացառապես ալպիական բարձրադիր արոտների վրա, շատ ուրիշ երկրներում, որտեղ որ կա մեծ կերի բազա, այս կենդանիները ուղղակի ֆիդլոթերում բտում են, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, ուղղակի այս կենդանիներին փակում են միտեղ, ծածկի տակ եւ սկսում են խցկել իրենց մեջ տարբեր տեսակի արհեստական կերեր։ Բնականաբար արդյունք ստանում են։ Ամբողջ հարցը թե ինչ որակի արդյունք են ստանում։ Արդյոք այն կերերը, որոնք արհեստական են, կամ այդ կերախառնուրդները, որոնք ստացվում են տարբեր տեսակի ուրեմն պարարտանյութերի, թունաքիմիկատների, պեստիցիդների հիման վրա, արդյոք ինչքան է առողջարար այդ կերը այս կենդանիների համար եւ հատկապես այս կենդանիների միսը ինչքան առողջարար է մարդու համար։ Իհարկե տարբերությունը շատ մեծ է։ Երբ որ կենդանիներն աճեցվում են միայն արոտի վրա, դա մսի որակը եւ որակական հատկանիշները եւ մսի առողջական որակները բավական բարձր են։ Ես դրա մասին տեսանյութ ունեմ եւ հոդված ունեմ նաեւ մեր դրված մեր կայքեջում, որը կարող եք նայել, բայց նայեք նույնիսկ բարձրադիր արոտներում 2000 մետր բարձրության վրա ստացվում է այսպիսի արդյունք այս տղայի նման։ Ուզում եմ ցույց տալ, նայենք վերև եւ ես մոտեցնեմ կամերան, եթե երևում է այն վերևում, այսինքն այստեղից մոտ 300 մետր բարձրության վրա հարածում են մեր սևանգուստների մայրամանկական գլխաքանակը։ Ձմեռվա կեսին 2200 եւ ավել բարձրության վրա։ Եվ իրենք կմնան այնտեղ, մինչև որ ձյունը ծածկի այդ արոտները։ Բարձր արոտները ծածկելուց հետ միասին իրենք կիջնեն այստեղ, որտեղ ձյունը ավելի քիչ կլինի եւ կշարունակեն իրենց ձմեռային արածեցումը։ Մենք այսօր մեր հիմնական գործունեությունը բաղկացած է երկու մասից։ Մենք վերջացնում ենք, այսինքն ֆինիշինգ ենք անում այս տղաներին, որոնք պետք է հանձնվեն, հետևում ենք, որպեսզի իրենք ստանան բարձրակարգ արոտ, որպեսզի կարողանան ճարփ հավաքել եւ որով նաեւ կպայմանավորվի իրենց մսի մարմարայնության մակարդակը, որը բավական բարձր է, ամեն դեպքում 3-ից բարձր 4-ի մոտ, ըստ USDA-ի 5 բալանոց համակարգի, իսկ մայրամանկականը ընդամենը պետք է կարողանա ձմեռի, այնտեղ մայրեր են փոքրերի հետ, փոքրերը դեռ 1 տարեկան չկան, եւ իրենք պետք է ուղղակի ձմեռը անցկացնեն։ Եվ եթե մենք չունենայինք պահուստավորված արոտներ, պահուստավորված արոտ, այսինքն ժամանակին հուլիս-օգոստոս ամիսներից արդեն փակված
արոտներ ներողություն մենք դա չենք կարող անել եւ պաուստարված արոտների ձմեռվա համար պաուստարված արոտների շնորհիվ այս կենթանիները կանցկացնեն ձմեռը եւ իրենց մենք կերակրենք քաղաց եւ տուկավորված խոտով, որը մենք կոչում ենք ռազմավարական խոտ միայն այն դեպքում, երբ որ բոլոր արոտները, պաուստարված արոտները փակվեն ձյունով, ծածկվեն ձյունով։ Այսքանն է այսօր ուզում բացատրել պատմել մեր առօրյայի մասին։ Շնորհակալություն եմ հայտնում մեզ հետևելու համար, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք մեր տեսանյութերը, տարածեք ինչքան հնարավոր է, որպեսզի շատ ավելի շատ մարդ կարողանա տեսնել դրանք եւ իհարկե այցելեք մեր կայքեջը, որի հեղումը դրված է այս տեսանյութի տակ, որտեղ դուք կարող եք ծանոթանալ մեր աշխատանքին, հետաքրքիր նորություններին, որ մենք տեղադրում ենք միշտ մեր հոդվածների բաժնում, ինչպես նաև կարողանաք առցանց գնել մեր արտադրանքը, ինչպես նաև իմանալ որտեղ է վաճառվում մեր բարձրակարգ միսը։ Շնորհակալություն եմ հայտնում եւ կտեսնվենք։